2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 280,000 աշխատատեղ։ 2017 թվականի համեմատ Հայաստանի տնտեսությունը 53.9%-ով աճել է։ Պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։ Տվյալները ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատավորի օրվա առթիվ։ Աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա, նշված է ուղերձում։ Նոր աշխատատեղերի ստեղծման շնորհիվ Հայաստանն առաջին անգամ մոտ է ծայրահեղ աղքատության վերջնական հաղթահարմանը։ Այս մասին նշված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի աշխատավորի օրվան նվիրված ուղերձում։ Ըստ նախարարի, պետության առաջնահերթությունը մնում է անվտանգ եւ ստեղծարար աշխատանքային միջավայրի ապահովումն ու խոցելի խմբերի զբաղվածության խթանումը։ Շեշտվել է, որ միայն աշխատասիրության եւ մասնագիտական աճի շնորհիվ է հնարավոր ապահովել երկրի տնտեսական առաջընթացը ու հասարակական բարեկեցությունը։ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը արձանագրել է տնտեսական զգալի առաջընթաց՝ 7.2% հնայի աճ եւ թիրախին մոտ 3.3% գնաճ։ Կենտրոնական բանկի 2025 թվականի հաշվետվության մեջ նշվում է, որ տարվա կարևորագույն փոփոխությունը Կենտրոնական բանկի լիազորությունների ընդլայնումն էր, որով բանկը ստանձնել է կրիպտոակտիվների շուկայի կարգավորումը։ Զուգահեռաբար Կենտրոնական բանկն ամրապնդել է իր գիտական հիմքերը համագործակցության կնքելով հեղինակավոր MIT J. Pale կենտրոնի հետ։ Ռուսաստանը մայիսի 1-ից սահմանել է աֆինացված ոսկու ձուլակտորների արտահանման նոր կարգ։ Արգելվում է ավելի քան 100 գրամ ընդհանուր քաշով ձուլակտորների արտահանումը երկրից։ Միաժամանակ նախատեսվել են բացառություններ։ Ֆիզիկական անձինք կարող են արտահանել ձուլակտորներ, եթե մեկնում են միայն Մոսկվայի Շերեմետիևը, Դամադյեդովը, Վնուկովը կամ Վլադիվաստոկի Կնևիչի օդանավակայաններից եւ ունեն հարգորոշման պալատի թույլտվությունը։ ՀԱՏՄ երկրներ, այդ թվում Հայաստան, ոսկի մատակարարող իրավաբանական անձանց համար գործում է նույն տրամաբանությունը։ Արտահանումը պետք է իրականացվի 4 օդանավակայաններից եւ պարտադիր թույլտվությամբ։ Միացյալ Նահանգների պետական պարտքը 2027-ին կգերազանցի հնայի 120%-ը, նշված է Fitch Ratings գործակալության զեկույցում։ Գործակալությունն ակնկալում է, որ այս եւ հաջորդ տարի Միացյալ Նահանգների պետական բյուջեի դեֆիցիտը կպահպանվի բարձր մակարդակի վրա, կազմելով հնայի 7.9%-ը։ Այս պահին Միացյալ Նահանգների պետական պարտքն արդեն գերազանցել է 39.1 տրիլիոն դոլարի շեմը։ Թվերն ավելի պատկերավոր դարձնելու համար նշվում է, որ մեկ բնակչի հաշվով պարտքն այսօր կազմում է ավելի քան $114,000։ Ամերիկյան իշխանությունները պատրաստվում են ներմուծման մաքսատուրքերի տեսքով գանձված միջոցների լայնածավալ վերադարձի։ Խոսքը վերաբերում է այն վճարներին, որոնք դատարանը ճանաչել է անօրինական։ Վճարումները կմեկնարկեն մայիսի 11-ից։ Այդ մաքսատուրքերը սահմանվել էին միջազգային արտակարգ իրավիճակների պայմաններում տնտեսական լիազորությունների մասին օրենքի հիման վրա։ Գումարները կփոխանցվեն Միացյալ Նահանգների գանձապետարանի կողմից էլեկտրոնային վճարումների ձևաչափով։ Եվրամիությունը կտրուկ քայլի է դիմել սառեցնելով Սերբիային հատկացվող բոլոր զարգացման վճարումները։ Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ պատճառը երկրի դատական համակարգի հետ ընթացն է եւ ժողովրդավարական արժեքներից շեղումը։ 2000 թվականից ի վեր Սերբիան Եվրամիությունից ստացել է ավելի քան 7 միլիարդ եվրո։ Աշխարհի 4 խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները Amazon-ը, Meta-ն, Microsoft-ը եւ Alphabet-ը զգալիորեն ավելացրել են իրենց բյուջեները արհեստական բանականության զարգացման համար։ 2026-ին ընկերությունները պատրաստ են արհեստական բանականության վրա ծախսել $725 միլիարդ։ Այս գումարը 77%-ով գերազանցում է նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը, երբ ծախսերը կազմել էին $410 միլիարդ։
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կրկին բարձրաձայնում են մտահոգություններ։ Խնդիրը հանքային պարարտանյութերի շուկայում է, որտեղ ներմուծվող արտադրանքի ծավալները եւ դրանց վերահսկողության բացակայությունը լուրջ սպառնալիք են դառնում թե հողերի որակի, թե մարդկանց առողջության համար։ Ըստ մասնագետների, ներմուծվող պարարտանյութերը հաճախ չեն անցնում պատշաճ փորձաքննություն, ինչը թույլ է տալիս շուկաներ թափանցել բարձր վտանգավորություն ունեցող նյութերի։ Խնդիրը միայն բերքատվությունը չէ, այլ այն քիմիական ժառանգությունը, որը մնում է հողում։ Ներկրումը ցանկացած դեպքում ռիսկ պարունակում է նաև որակի առումով։ Այսինքն ամեն դեպքում ներկրված ապրանք է։ Հիմա այստեղ պետական պատկան մարմինները որքանով են այդ գործառույթները իրականացնում, պատշաճ, փորձաքննությունը, լաբորատորիա անալիզները չեմ կարող ասել։ Մասնագիտական դիտարկումները փաստում են, որ ներմուծված որոշ պարարտանյութեր կարող են պարունակել ծանր մետաղներ, կադմիում, կապար եւ մկնդեղ։ Սրանք նյութեր են, որոնք չեն քայքայվում։ Դրանք կուտակվում են հողի մեջ, ներծծվում բույսերի կողմից եւ ի վերջո հայտնվում մարդու սննդակարգում, առաջացնելով անդառնալի հիվանդություններ։ Մինչ շուկան հեղեղվում է կասկածելի որակի էժան ներմուծմամբ, տեղական արտադրողը հայտնվում է անկայուն վիճակում։ Տեղական ընկերությունները, որոնք տարիներ շարունակ ներդրումներ են կատարել որակի ապահովման համար, այսօր ստիպված են մրցակցել ոչ թե որակի, այլ լոգիստիկ հնարքների դեմ։ Այստեղ նմանատիպ զանգերի, նմանատիպ գայթակղիչ, խնդրում եմ նկատի ունենալ ճակերտներով առաջարկությունների նպատակը, կարծում եմ մեկն է, ջախջախել տեղական արտադրողին, խոչընդոտել տեղական արտադրությունը։ Արտադրողների եւ փորձագետների հիմնական պահանջը պարզ է՝ պետական հստակ հովանավորչություն եւ խիստ վերահսկողություն։ Ներմուծվող յուրաքանչյուր խմբականակ պետք է անցնի լաբորատոր լուրջ փորձաքննություն բացառելու համար ծանր մետաղների առկայությունը։ Տեղական արտադրողին աջակցելը եւ ներմուծման որակը վերահսկելը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն հայկական հողն ու սպառողին պաշտպանելու համար։ «2026-ի հունվարի դրությամբ Հայաստանում գործել է 63892 կազմակերպություն, գրանցված աշխատողների քանակը կազմել է 784964, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը 293309 դրամ։ 1-ից 9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 52368 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 82%-ը, տվյալները հրապարակել է վիճակագրական կոմիտեն։